Արդյոք գումար խնայելը այնքան բարդ է, որքան թվում է։ Վստահ եղեք, որ ոչ։ Խնայել չի նշանակում հրաժարվել բոլոր տեսակի ծախսերից, այլ փոքր, բայց շարունակական քայլերով գումար խնայել որոշակի նպատակի իրականացման համար։ Օրինակ երազանքների երկիր ճամփորդելու կամ սիրելի երգչի համերգին մասնակցելու։ Ինչպես հուշում է հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը, պետք չէ խնայել այն, ինչ կմնա ծախսելուց հետո, այլ պետք է ծախսել այն, ինչ կմնա խնայելուց հետո։ Խնայողությունները պահելու բազմաթիվ եղանակներ կան, օրինակ կանխիկ դրամը, բանկային ավանդները եւ այլն։ Ամենատարածված տարբերակը բանկային ավանդներն են, որոնք լինում են սպահանջ եւ ժամկետային։ Սպահանջ են այն ավանդները, որի դեպքում դուք ցանկացած պահի հասանելիություն ունեք գումարին, եւ դրանց դիմաց հաշվարկվում է ավելի ցածր տոկոսադրույք։ Մինչդեռ ժամկետային ավանդի դեպքում գումարը ներդրվում է որոշակի հստակ ժամկետով եւ դրա դիմաց հաշվարկվում է ավելի բարձր տոկոս։ Հայաստանի Հանրապետությունում ավանդները երաշխավորված են ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, ուստի համարվում են ցածր ռիսկային գործիք։ Ընդհանրապես, ներդրումները փոխկապակցված են ռիսկի հետ։ Որքան բարձր է ներդրումի ռիսկը, այնքան բարձր է դրա եկամտաբերությունը։ Որպես ցածր ռիսկային գործիքներ կարող եք դիտարկել պետական պարտատոմսերը, իսկ այ օրինակ բաժնետոմսերում կատարվող ներդրումները բարձր ռիսկային են, եւ դրանցից ներդրողները ակնկալում են ավելի բարձր եկամուտ։ Հիշեք, որ խնայողությունները ճանապարհ են հարթում դեպի ֆինանսական ինքնուրույնություն, եւ անկախ եկամտի մեծությունից, դրա որոշակի մաս ուղղեք խնայողությունների համալրմանը։